Սարդարապետի հաղթանակը ոգևորիչ ազդեցություն գործեց Բաշ-ապարանի ճակատում գործող հայկական ուժերի վրա։ Մայիսի 20-ին գրավելով Համամլուն, թուրքական 39-րդ դիվիզիան շարժվեց դեպի Բաշ-ապարան, աշտարակ Եղվարդ գծով, Քանաքյարը գրավելու եւ Երևանը շրջափակելու նպատակով։ Սարդարապետի ճակատամարտում բեկում մտցնելուց հետո գեներալ Սիլիկյանը օգնական ուժեր ուղարկեց ռազմաճակատի հրամանատար Դրոյին։ Մայիսի 24-ից 29-ը տեղ ունեցած մարտերում զորամասերը Դրոյի գլխավորությամբ ջախջախեցին թուրքերին, ազատագրեցին Բաշ-ապարանը։ Ճակատամարտում իրեն փայլուն դրսևորեց Սեթոյի գլխավորած աշխարհազորայինները, ինչպես նաև Ջհանգիր աղայի ղեկավարած եզդիների 1500 հոգանոց հեծյալ ջոկատը։ Թուրքերը մայիսի 29-ին հեռացան նաև Համամլուից։ Երևանը շրջափակելու եւ գրավելու թուրքերի փորձը ամբողջապես վերացվեց։ Հայկական զորքի հաջողությունը Սարդարապետում ոգևորություն առաջացրեց նաև Ղարաքիլիսայում։ Ալեքսանդրապոլի անկումից հետո թուրքերը շարժվեցին նաև դեպի Ղարաքիլիսա եւ գրավեցին մի շարք բնակավայրեր։ Մայիսի 22-ին հայկական կորպուսի հրամանատար գեներալ Թովմաս Նազարբեկյանը սպայակույտը տեղափոխեց Դիլիջան։ Ջալալօղլիի մոտ մայիսի 21-22-ի մարտերից հետո Անդրանիկի ջոկատը կենտրոնացավ Դսեղ գյուղում։ Այնուհանդերձ Ղարաքիլիսայի շրջակայքում կենտրոնացած հայկական զինուժը Դարպաս գյուղի քահանա Տեր Կոմիտաս Սարգսյանի, Մեսրոպ եպիսկոպոս Տեր Մովսեսյանի, Գարեգին Նժդեհի, գեներալ Համազյանի, գնդապետ Բեյ Մամիկոնյանի, Սմարցյանի գլխավորությամբ մայիսի 25-ից 28-ը հերոսական ճակատամարտ տվեցին թուրքական 10,000-անոց բանակին։ Թեև արյունահեղ մարտերն ավարտվեցին հայերի պարտությամբ, սակայն թշնամուն հասցվեց ծանր հարված, որը նրա վրա գործեց զսպող ազդեցություն։ Ղարաքիլիսայի ճակատամարտում մեծ կորուստներ պատճառելով թշնամուն կասեցվեց նրա գերակշիռ զորքի առաջխաղացումը դեպի Դիլիջան եւ Թիֆլիս։ Բաթումում գտնվող թուրքական բանակի հրամանատար Վեհիբ Փաշան այդ կապակցությամբ նշել է. «Դա բացառիկ ճակատամարտ էր այս պատերազմի պատմության մեջ։ Ղարաքիլիսայի տակ հայերը ցույց տվեցին, որ նրանք կարող են աշխարհի լավագույն զինվորները լինել»։ 1918 թվականի ապրիլ-մայիսին թուրքերը հարձակվեցին նաև Ջավախքի ուղղությամբ։ Հերոսական էր Ախալցխայի դիմադրությունը։ Ախալցխայի հայոց ազգային խորհրդի նախագահ Զորի Զորյանը ամեն ինչ արեց, որ քաղաքը չընկնի եւ թուրքերը չկոտորեն հայ բնակչությանը։ Նույնը տեղի ունեցավ Գավառի Դամալա հայկական գյուղում։ Ախալքալաքի Գավառի Կարծախ, Սադխա, Մեծ Խանչալի գյուղերի մոտ տեղի ունեցած դիմադրական մարտերը հնարավորություն տվեցին Գավառի հայ բնակչության մի մասին խուսափել կոտորածից եւ անցնել Բակուրյան եւ Ծալկա։ Շիրակի Սոգյուլթլի գյուղի ինքնապաշտպանությունը կազմակերպեցին առաջին աշխարհամարտի Կովկասյան ռազմաճակատի գործողություններին մասնակցած սառնախփյուրցի սպաները։ 4 օր անընդհատ հարձակվելուց հետո թշնամին հուսալքված նահանջում է։ Գնահատելով մայիսյան հերոսամարտերը պետք է արձանագրել, որ դրանք բացառիկ նշանակություն ունեցան հայության համար։ Ձախողվեցին հայերին վերջնականապես բնաջնջելու երիտուրքերի ծրագիրը։ Այս ճակատամարտերի շնորհիվ բարձրացավ հայ ժողովրդի բարոյական ու մարտական կորովը։ Հերթական անգամ հաստատվեց, որ հավաքական պայքարի դեպքում անկարելի է ընկճել մեր ժողովրդին։ Մայիսյան հաղթանակներում հերթական անգամ շեշտադրվեց